Յուրաքանչյուր գործի սկիզբ հոգուց է ելնում։ Հոգիդ ուրախ է, զվարճանում ես, զվարթ ես ու ցանկանում ես փոխանցել քո ընկերոջը, հարևանիդ, քո ուրախությունը կիսել նրա հետ։ Կամ ընդհակառակը, վրդովված ես, նեղված ես ու ցանկանում ես անմիջապես փոխանցել նույնպես ընկերոջը, մտերիմիդ, կիսվել նրա հետ։ Եվ ահա այսպես սկսվեց իմ գործի սկիզբը։ Քանի որ մենք 1992 թվականին թողել ենք, ոչ թե թողել ենք, այլ ստիպված ենք եղել ոտքով քայլելով, սարերով ու ձորերով դուրս գալ դեռևս մեր աչքի առաջ հողին հավասարված մեր դարերով շինված, բարձրացված, պատրաստված տները եւ շատ կորուստներ տալով մեր երեխաներին, ծնողներին, ոմանք իրենց մեծահասակներին թողնելով ստիպված ելանք, քայլեցինք 20,000 մարդ, 20,000 շունչ, 20,000 հոգի, տարբեր ապրումներով, տարբեր կորուստներով թողեցինք ու քայլեցինք 7 գիշեր եւ ցերեկ, թե ուր մենք էլ չգիտենք։ Հավաքվում ենք այստեղ Ամերիկայում, երբ որ շատ հաճախ միասին որևէ մեկի տունը կամ որևէ մի հավաքույթի անմիջապես հիշում ենք, հիշում ես մեր կովը, հիշում ես մեր դարպասը, հիշում ես մեր հարևանին, եւ ահա այսպես լինում է մեկը եւ ասում է դե լավ հերիք է էլի, ինչ եք անընդհատ հիշում, հիշում, ինչ վատ ենք ապրում, որ տաք ջուրը կա, սառը ջուրը կա, բանանը կա, եւ ահա այսպես ծնվեց իմ հոգում տպել մի թերթ, որը կհիշատակի, կպահի մեր Շահումյանի հիշատակը։ Մտա Կալիֆոռնիայի մայրաքաղաք Սակրամենտո քաղաքի քաղաքապետարան եւ խնդրեցի թույլ տալ տպել մի թերթ, որը կխոսա հոգու մասին եւ կխոսա Շահումյանի մասին։ Քաղաքապետարանում անմիջապես առանց որևէ դժվարության ինձ թույլատրեցին տպագրել այդ թերթը, որովհետև ես խոստացա այն ձրի բաժանել տնետուն եւ այդպես էլ արեցի, իմանալով կամ փնտրելով հայ հասցեներ թերթը տանում էի դուրը ծեծում ու բաժանում։ Իրավունքը վերցրել եմ 2003 թվականին, բայց որովհետև կամպյուտերի հետ գործը չգիտեի, թորս սովորեցրեց եւ տպագրելը սկսեցի 2005 թվականից։ Թերթը իրենից ներկայացնում է 3 զույգ։ Մեկ զույգը կոչվում է Մռավ Սար, որի տնօրենը իմ աղջիկն է, Դալաքյան Հասմիկ, ֆինանսավորում է Դալաքյան Հասմիկը, դնում եմ իր բիզնեսի ռեկլամը, որովհետև ինքը ունի կարի բիզնես, կարի անում ժողովրդի համար, ինչ որ մտել ենք Ամերիկա, արդեն ավելի քան 23 տարի ժողովրդի տները գեղեցկացնում է, տեղաշորերը թարմացնում է եւ ահա ինքն էլ ֆինանսավորում է այս զույգ թերթը, որը կոչվում է Մռավ Սար։ Մռավ Սար թերթը ներկայացնում է Շահումյանի շրջանի մասին եւ ընդհանուր տեղեկություններ եւ ամեն մի գյուղին առանձին թերթ եմ նվիրել։ Ամեն մի թերթը նվիրված է հատուկ մեկ գյուղի, թե այդ տվյալ գյուղում, ասենք օրինակ Գյուլիստանում, դուրս գալու ժամանակ 1992 թվականի ստատիստիկայով քանի տնտեսություն է եղել, քանի մարդ, քանի կին եւ ահա այդպիսի ինֆորմացիա։ Իհարկե ես կարող եմ ասել, որ իմ սիրտը չի ցնծում, որ ես այստեղ Ամերիկայում շատ լավ եմ ապրում, ցնծում է, որ իմ թորները լավ են ապրում, շատ լավ են ապրում, ցնծում է, բայց ինչ մեղք ուներ իմ տղան դեռ 21-ը չբոլորած, որ ինքը այլևս չկարողացավ շարունակել
իր կյանքը եւ նրա կյանքը կրճատվեց դեռ 21 տարեկանը չբոլորած այսօր նա կլիներ 41 եւ այդ վիշտը իմ սրտում ես ցանկացա կիսվել ժողովրդի հետ մռավ սար թերթի սկիզբը սկսվում է այսպես ախ մռավ սար չեմ գմշում ասել դարձել ես օտար քեզ ենք հանձնել ավիրված մեր տուն օջախ անտեր քանդված այս թերթը որ ձեզ ցույց եմ տալիս օգոստոս ամսվա թերթն է որը տպագրել եմ 2008 թվականին բոլոր թերթերը մեկ ցանկանում եմ ձեզ ներկայացնել այսօր այս թերթն եմ ներկայացնում մռավ սարը ձիածանի տակ ինչպես մենք շահումյանցիներս ասում ենք կնոջ կարմուր գրել եմ մռավ սարը կնոջ կարմուրի տակ եւ ահա ով չգիտի Շահումյանի բարբառը թող ինքն էլ սովորի ներկայացրել եմ իմ հարևանուհուն որի վիշտը ինձ շատ տանջում է միջև այսօր էլ որ ասում է ապրած ժամանակ մի լավ կյանք էլ չապրեց բայց նրանից հետո ընդհանրապես կորցրեց իր տղային որին բոլորս սիրում էինք մեր թաղամասի բոլորս սիրում էինք շատ աշխատասեր ճարպիկ տղա էր Անդրանիկը եւ ահա Անդրանիկը գտնվեց անհայտ կորածների ցուցակում այս թերթում ես ներկայացրել եմ իմ հարևանուհի Էլոն ովքեր ճանաչում են կիմանան թող Ամերիկայի հայերն էլ իմանան թող ամերիկացիներն էլ իմանան որովհետեւ այս թերթը նաեւ թարգմանել եմ ներկայացնել եմ այս համարուն թե ընկավ Արցախ աշխարհի կողպեքը Շահումյանը թե ինչու եմ ես Շահումյանը հաշվել Արցախ աշխարհի կողպեքը ոմանք կարող է ինձ հետ չհամաձայնվեն բայց յուրաքանչյուր մարդ իր կարծիքը ունի ես այդ կարծիքը ունեմ որ Շահումյանը հենց Արցախ աշխարհի կողպեքն էր պետք էր ինչ գնով էլ լիներ Շահումյանը պահպանվեր ու հետո այս թերթում ես ցանկացել եմ ներկայացնել իմ հոգսը իմ վիշտը իհանձինս բոլոր որդեկորույս մայրերի դա ոչ թե միայն ինձ է վերաբերվում այլ բոլոր որդեկորույս մայրերին իմ ննջեցյալ որդու հիշատակին ինչքան էլ որ ծաղիկ փնջեմ նկարիդ մոտ զարդարեմ ախ երանի հետդ ննջեմ խիտ մազերդ հարթարեմ երանի թե քեզ խոշտանգված Շահումյանի արդար հողին հանձնեի քան թե այսպես գույ խլացած գիշեր ցերեկ լացեի երազիս մեջ պաշտամունք էր մեր տանը ներս մտար դու բոյով սիրուն հաղթանդամ խոնար ու հեզ նստեցիր մոտ դռանը ու խնդրեցիր արեթին ձեզ անդամ եղբայրները ուրախացած վեր կանչեցին սիրալիր ցնծած հոգիս որ եկել ես քո կամքով գուցե Հիսուս քեզ տարել է իրաքով ես գիտեմ որ դու փրկված ես այ իմ անմեղ խոնար բալա ես գիտեմ որ դու ճշտված ես այ իմ ջահել կորած բալա հոգիդ երկնքում ես հավառվում հիշատակդ իմ սրտում ես չեմ կոծում տխուր տրտում Հիսուսի հետ ես սեղան նստում ձգտում եմ որ գամ քեզ մոտ ալ երեսիդ եմ կարոտ եկ միասին վայելենք երկնային կյանք քանանա այո ժողովուրդ մարդ հույսով է ապրում իրակորուստից հետո ես չէի ուզում ապրել չէի ուզում կորցրեց ուտելու ունակությունս բայց հետևում էլ երեխաներ ունեի ճիշտը կարող է ասեք էդ էլ պատճառ ես բռնում որ ապրում ես այո ինչ որ մի բանի համար մենք ապրում ենք այսօր ունեմ 13 թոռ 3 ծոր եւ բոլորը հարգում են իմ խորուսյալ տղայի հիշատակը մյուսը ջվրը հայրս է Ինչպես գիտեք իմ հայրը թառ էր նվագում, բայց մասնագիտությամբ հաշվապահ էր։ Թառ էր նվագում, ժողովրդին ուրախացնում,
Ամբողջ օրը նրա նվագի տակ իմ քույր եղբայրները պարում էին, ուրախանում էին աշխատանքից հետո, հավաքում էր այնաբանդում, հիշում եք, մենք ունեինք տներ, որտեղ երկար այնաբանդեր հայրս չէր կիսել, 6 երեխա ուներ, աշխատանքից հետո գալիս էր, հացը ուտում, թառը վերցնում, նվագում, քույրերս, եղբայրներս պարում էին, իսկ պոլիկլինիկան մեր հարևանությամբ էր եւ այնտեղ աշխատողները ասում են, բա ոնց կարող է ասատուրի աղջիկները բեմից իջնեն, բոլորն էլ ցիրկի նման պարում են, որովհետեւ ասատուր առավոտից իրիկուն տանը հարսանիք։ Այո, այդպիսին էր իմ հայրը, ուրախ զվարթ։ Իսկ այս մյուսը Գարեգին Բալայանի հուշարձանն է, հիշում եք, եթե Գետի Ղրաղին Բաղնիքի մոտ մեր շրջանի հայրենական պատերազմի հերոս Գարեգին Բալայանը ծնունդով Գյուլուսնեցի, ինչպես ես եմ ծնունդով Գյուլուսնեցի, հայրս է ծնունդով Գյուլուսնեցի, բայց ապրել ենք Շահումյան Ավանում, շրջկենտրոնում, բայց ծնունդով մենք Գյուլուսնեցի ենք, ոչ մեկ չի կարող էդի ջնջել, ոչ Ամերիկայի շվայտ կյանքը, այո, այստեղ շատ լավ են ապրում ժողովուրդը, ազատ երկիր է, ու մենք էլ նրանցից հետ չենք մնում, խելացի ենք, բոլոր հայերը եւ ռուսները ասում են, մենք պետք է շահումյանցիներից օրինակ վերցնենք, թե ինչքան եք դուք միասնական, բայց միևնույն է, մենք հիշում ենք, կարոտում ենք ու հավատում եմ, որ չենք մոռանա Շահումյանը։ Այսօր այսքան, շնորհակալություն։ Դե լավ ուսե պրծա։